Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում այսօր ստորագրվեց Դոնալդ Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Նախաձեռնությանը միացան նաև Հայաստանը և Ադրբեջանը։ Հանդիսավոր արարողությանը Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նստել էին կողք կողքի, ապա Դոնալդ Թրամփը միացավ նրանց։ Իլհամ Ալիևի հետ վարչապետ Փաշինյանի առանձին հանդիպման մասին չի հաղորդվել, հայտնի չէ արդյոք նախատեսված է եռակողմ ամերիկյան մասնակցությամբ որևէ քննարկում։ Թեև վարչապետի գրասենյակն ավելի վաղ հայտնել էր, որ Փաշինյանը չի մասնակցելու Դավոսի ֆորումին, նա Շվեյցարիա մեկնեց այսօր միանալու ամերիկյան նախաձեռնությանը։ Միացյալ Նահանգների նախագահը թվելով իր պաշտոնավարման օրոք դադարեցված պատերազմները հիշատակեց նաև հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Հայաստան և Ադրբեջան, այս առաջնորդներից շատերը դարձան իմ ընկերները, նրանք հիմա այստեղ են։ Միացյալ Նահանգների նախագահը 5 տասնյակից ավելի երկրների առաջնորդների է հրավիրել այս հարթակ։ Ըստ հաղորդումների հրավեր են ստացել նաև Ռուսաստանի ու Բելառուսի առաջնորդները, որոնք արևմուտքի կողմից մեկուսացման մեջ էին Ուկրաինայի դեմ պատերազմից հետո։ Մոսկվայից և Մինսկից ներկայացուցիչներ այսօրվա միջոցառմանը չկային։ Ի սկզբանե հայտարարվել էր, որ այս նախաձեռնությունը Գազայի վերականգնումն է վերահսկելու։ Այժմ սակայն Թրամփն ավելի մեծ խնդիրներ է դրել խորհրդի առջև, թե այն պետք է լուծի գլոբալ հակամարտությունները։ Սակայն շատ փորձագետների համոզմամբ այս քայլով Թրամփը փորձում է նվազեցնել ՄԱԿ-ի դերը, որի արդյունավետությունը Սպիտակ տան ղեկավարը բազմիցս է քննադատել։ Միացյալ Նահանգների ավանդական դաշնակիցներից մի քանիսը զգուշավոր են արձագանքել այս նախաձեռնությանը։ ՆԱՏՕ-ի դաշնակից Ֆրանսիայի առաջնորդը մերժել է դրան միանալ։ Հայաստանը սակայն օրեր առաջ է հայտարարել, որ կմիանա Թրամփի առաջնորդած խորհրդին։ Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը, վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը։ Հայտարարել էր Փաշինյանի մամուլի քարտուղարը։ Սպիտակ տան աղբյուրը Reuters գործակալությանը հայտնել է, որ հրավերը ստացած համաշխարհային 50 առաջնորդներից 35-ը համաձայնել են միանալ խաղաղության խորհրդին։ Դավոս էին ժամանել մոտ 2 տասնյակ երկրների ներկայացուցիչներ, այդ թվում Թուրքիայից և Հունգարիայից, որոնց ղեկավարների հետ Թրամփն անձնական լավ հարաբերություններ ունի, Ուզբեկստանից, Ղազախստանից։ Արևմտյան լրատվամիջոցների ձեռքի տակ էր հայտնվել խորհրդի կանոնադրությունը, ըստ որի դրա բոլոր անդամները պետք է վճարեն $1 միլիարդ անդամավճար։ Պետությունների մանդատը սահմանափակվելու է 3 տարվա ժամկետով, եթե նրանք չվճարեն գումարը և չստանան մշտական անդամակցության կարգավիճակ։ Երևանը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել արդյոք մուծելու է $1 միլիարդ, որը Հայաստանի այս տարվա բյուջետային ծախսերի մոտ 10,5%-ն է։ Կառավարող քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն է Facebook-ում հերքել տեղեկությունը, թե Երևանը մուծելու է անդամավճարը։